Բաքվի Գյուլստան պալատում տեղի ունեցել Egoe Power ընկերության կողմից կառուցված 240 մեգավատ հզորությամբ ԽԶ Աբշերոն հողմային էլեկտրոկայանի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Անցյալ տարին իսկապես կարելի է համարել պատմական, որովհետև հենց 2025 թվականին քաղաքական առումով ավարտվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը, եւ մենք արդեն մի քանի ամիս է ինչ խաղաղության մեջ ենք ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղության պայմաններում ապրելը, նշել է պետության ղեկավարը, ընդգծելով, որ Ադրբեջանը մարտադաշտում տարած փայլուն հաղթանակն ամրապնդել է քաղաքական հարթություններում եւ աշխարհի թիվ 1 գրասենյակում։ Սա իհարկե մեր անկախության պատմության հիշարժան իրադարձություններից մեկը կլինի եւ կասեի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Այս տեսանկյունից անցյալ տարին կարելի է համարել շատ հաջողակ եւ պատմական մեր երկրի եւ մեր ժողովրդի համար, եւ ես վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության մեջ, հավելել է Ադրբեջանի նախագահը։ Երկրի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում եւ Արևելյան Զանգիզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ կիրականացվեն նաեւ Նախճիվանի ինքնավար հանրապետությունում։ Լինի դա կանաչ էներգետիկա, գյուղատնտեսություն, ոռոգում, թե զբոսաշրջություն, մենք կմիավորենք այս տարածաշրջանը։ Ուզում եմ կրկնել, մենք դա կանենք ցանկացած դեպքում, բայց լավ է, որ դա անում ենք խաղաղ ճանապարհով, ասել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանը միայն կշահի դրանից, որովհետև Հայաստանը կարող է եւ դուրս գալ ստեղծված փակուղուց։ Ճանապարհներ կբացվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ճանապարհներ կբացվեն Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Հայաստանը Նախճիվանի միջոցով հասանելիություն կստանա Իրանի երկաթուղիներին, Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի երկաթուղիներին։ Այլ կերպ ասած, սա նաեւ օգտակար է Հայաստանի համար։ Երկրի ղեկավարը ընդգծել է, որ մեր գլխավոր նպատակն է կապել ազատագրված մարզերը։ Երկաթուղիների, ավտոճանապարհների եւ ապագայում օդային տրանսպորտի օգտագործումը կբարձրացնի ներքին միգրացիան։ Պարտադիր չէ, որ բոլորը գան Բաքու։ Ընդհակառակը, այսօր օրինակ մարդիկ Խանքենդի են գալիս, Բաքվից, Նախճիվանից եւ այլ վայրերից։ Խանքենդին եւ Աղդամը կդառնան ազատագրված մարզերի հիմնական քաղաքները։ Աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցի տեղական հեռուստաալիքներին։ Չինաստանի Սինհուա ազգային լրատվական գործակալությունը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի նախագահի հարցազրույցի ժամանակ ադրբեջանա-չինական հարաբերությունների վերաբերյալ արված արտահայտություններին։ Պետության ղեկավարի այս թեմայի վերաբերյալ կարծիքները լայն արձագանք են գտել չինական լրատվամիջոցներում։ Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատում Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերությունը վերնագրով չինարեն եւ անգլերեն լեզուներով պատրաստված հաղորդագրության մեջ նշվում է, որ պետության ղեկավարը մեծ հաջողություն է համարում երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ձևավորումը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ համապարփակ ռազմավարական գործընկերությունը հզոր ազդակ է հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը եւ նպաստել է գործարար շրջանակների եւ պետական մարմինների միջև շփումների ակտիվացմանը, նշվում է հաղորդագրության մեջ։ Այսօր Ադրբեջանից Հայաստան կողևորվի նավթամթերքի երթական խմբականակը։ Նախատեսվում է Հայաստան ուղարկել I-92 տեսակի բենզինի եւ դիզելային վառելիքի 1000 տոննա։ Բայց այդ Հայաստան կառակվի 1800 տոննա I-95 տեսակի բենզին։ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով։ Անցած ամիս Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ժամանեց ադրբեջանական Սոքար ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը։ Երևանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է երթը դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը նա անվանել է կրոնական երթ։ Երթից հետո Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ հատուկ ուղերձով դիմել է ժողովրդին եւ հոգեվորականներին։ Իր ելույթում վարչապետը սուր քննադատության է ենթարկել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ նրա շրջապատին, մեղադրելով նրանց պարակտման եւ դավանանքային տրամաբանության կողմնակից լինելու մեջ,
Նիկոլ Փաշինյանի խոսքով ներկայումս փորձել են արվում հայ առաքելական եկեղեցին օգտագործել որպես գործիք երկրի դեմ։ Այսօր եւ ոչ միայն այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ Մենք այսօր այստեղ հավաքված ենք ասելու առաջին, այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում, երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև կառավարությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Եվ այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ այն հնարավորություն լինի ոմանց մտքով անցնել, որ կարելի է օգտագործել որպես հենակետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս մարդիկ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։ Ես ուզում եմ ասել, որ ցավոք այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ ահանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Մենք եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին։ Վարչապետը կոչ արեց քաղաքացիներին մասնակցել պատարակներին եւ կոչ անել հոգեվորականներին միանալ կառավարության կողմից եկեղեցու բարեփոխման օրակարգին եւ զերծ մնալ Գարեգին Բ-ի անունը հիշատակելուց պատարակների ժամանակ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանը նույնպես կտրուկ քննադատեց այն պնդումները, որ կառավարությունը քանդում է եկեղեցին։ Որ Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, դա ամենավերջի սրիկան է։ Դա նշանակում է, որ այլ երկրներից, այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար եւ պետք է իրենք ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահեն։ Մնացածի մասին ավելնորդությունա խոսել է։ Նման կարծիք հայտնեցին նաև Հայաստանի քաղաքացիները։ Լրագրողների զրույցում հարցվածները նշեցին, որ եկեղեցին պետք է ազատել կաթողիկոսից եւ նրա շրջապատից եւ վերադարձնել ժողովրդին։ Ինչ նպատակներով եք մասնակցում ուխտերթին։ Մասնակցում ենք գնանք, մեր ցույց ունենք, որ Կտրիչ Ներսեսյանը հեռանա, որտեղ ինքը լավ կաթողիկոս չի։ Ես նրան վեհապար չէի անվանի, որովհետեւ ինքը իմ համար քաղաքացի Կտրիչ Ներսեսյանը ու ես չի որ պիտի պատկերացնեմ նրա փոխարեն էլի մարդ կգա, որը քրիստոնեության հետ կապ չունենա, իմ նպատակները կմնան նույնը։ Եկեղեցին վերադարձնել քրիստոնեության ակունքներին։ Նիկոլ Փաշինյանը որպես քրիստոնյա, եթե համարում է, իսկ ինքը իրան համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ, իրանք ունի իր տեսակետը արտահայտի։ Այն որ ըստ սահմանադրության եկեղեցին անջատված է պետությունից, չի նշանակում, որ Կտրիչ Ներսեսյանը մեր հազարամյա եկեղեցին պապուց կտակ է ստացել ու ինչ ուզենա կարանի այդ եկեղեցու մեջ։ Ընդամենը նորից եմ ասում, ընդամենը նշանակում է, որ մենք Իրանի նման կրոնապետություն չենք, վերջ։ Եկեղեցին իրավունք չունի խառնվի պետության գործերի մեջ։ Եկեղեցականների իրավունք ունեն խառնվելու, բայց եթե հանում են
եկեղեցական զգեստը։ Հարկ է նշել, որ հայ եկեղեցին պատմականորեն ընտրել է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ուղին։ Տարիներ շարունակ հոգևորականները թշնաման եւ ատելություն են սերմանել թուրքերի եւ ադրբեջանցիների նկատմամբ։ Այդ ուղին են ընտրել նաեւ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աճապագյանը եւ բազմաթիվ եկեղեցականներ։ Գալստանյանը անընդհատ շրջագայում էր Հայաստանի շրջաններով եւ ռևանշիստական տրամադրություններ էր հրարում քաղաքացիների շրջանում, հայտարարելով, որ անհրաժեշտ է ազատագրել Ղարաբաղը, այսինքն նոր պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ եւ նորից օկուպացնել ադրբեջանական տարածքները, ինչպես դա արեցին 1990-ականների սկզբին։ Ըստ էության հենց այդ նպատակով էր, որ այսպես կոչված Ղարաբաղյան կլանը եւ Գարեգին II վարձեցին Բագրատ Գալստանյանին։ Ադրբեջանական ժողովրդի հանդեպ իրականացրած թշնամական եւ հրեշավոր գործողություններից հետո կարելի է արդյոք զարմանալ Հայաստանում տիրող ներկայիս իրադարձություններով։ Իհարկե ոչ։ Հայ եկեղեցին խաղում է տասնամյակներ շարունակ իր սերմանած գաղափարախոսության, թշնամանքի, ատելության եւ առճակատման գաղափարախոսության պտուղները։